Բարի երեկո, առաջին ալիքի եթերում կերպարանափոխության ժամն է։ Արմինեն շատ դժվարությամբ է հարմարվում փոփոխություններին։ Նրա զգեստապահարանը բաղկացած է մի օրինակ հագուստից։ Ամեն անգամ գնումների գնալիս նա ինքն իրեն խոսք է տալիս, որ պետք է փորձել նոր ու հետաքրքիր համադրություններ, բայց տուն է վերադառնում նույնատիպ հագուստով։ Որոշել է դիմել կերպարանափոխությանը եւ վստահել մասնագետներին։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Ինչպե՞ս ես, Արմինե։ Լավ, շնորհակալություն։ Ուզում եմ մի փոքր պատմես, թե ինչ հագուստից է բաղկացած քո զգեստապահարանը։ Հիմնականում դասական եւ առօրյա, casual ոճի։ Իսկ ինչպես է ձևավորվել այդ ոճը տարիների ընթացքում եւ ինչպես է քո կերպարը փոխվել այդ ընթացքում։ Դե տարիների ընթացքում որոշակի փոփոխություններ եղել են, բայց քանի որ հիմա մասնագիտության մանկավարժ եմ, ավելի շատ զգեստապահարանս գործի բնույթից դարձել է դասական եւ փորձել եմ ամեն դեպքում դարձնել հարմարավետ։ Հասկանալի է, աշխատանքի բնույթը շատ է փոխում թե մեր ոճը, թե կերպարը, բայց այդ նոր ոճը փնտրելիս արդյոք արտաքին փոփոխություններ եղել են։ Ոչ, արտաքին փոփոխությունների չեմ դիմել, գրեթե կազմվածքս երկար տարիներ քիչ է տատանվել, գրեթե նույնն է մնացել, բայց փորձել եմ այլ ոչ, նոր ոչ ունենալ, չի ստացվել, կարելի է այդպես ասել։ Լավ, արի պատկերացնենք, որ մենք գնում ենք հիմա գնումների եւ արդեն ընտրության պահն է գալիս, որտեղ է դժվարանում։ Դժվարանում եմ այն պահին, երբ փորձում եմ նոր բան ընտրել, նոր ոչ ընտրել, բայց էլի ստացվում է նույնը։ Պատճառը վախն է։ Միգուցե չեմ ցանկանում դուրս գալ հարմարավետությունից։ Դժվար է հրաժարվել հարմարավետությունից։ Այո։ Բայց չէ որ ցանկությունը կա, երբ ցանկությունը կա, միշտ պետք է փորձել, փորձարկել։ Գիտեք, նույնիսկ չեմ փորձում, շատ բաներ կան, որ ուղղակի վիզուալ տեսնելով համարում եմ, որ դա իմը չէ եւ նույնիսկ չեմ էլ փորձում։ Միգուցե փորձեմ եւ ինձ դուր գա։ Հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչպես որոշեցիր մասնակցել այլ ոճով հաղորդմանը։ Ամռանը դիտեցի ձեր հաղորդումներից մեկը եւ ուղղակի ակամայից միանգամից որոշեցի դիմել, լրացրեցի ձեր դիմում հայտը եւ առաջարկ եղավ ձեր կողմից մասնակցել հաղորդմանը։ Ոճային փոփոխություններ չեն եղել, կազմվածքի փոփոխություն չի եղել, իսկ վարսերի հետ կապված երանգ, կտրվածք, սա էլ է միշտ անփոփոխ մնացել։ Ոչ, ավելի երիտասարդ տարիներին ունեցել եմ երկար, փարթամ, գանգուր մազեր, հետո դրանք դարձել են շերտավոր, գույն է փոխվել, բայց դուրս չեմ եկել իմ բնական մազերի երանգին մոտ եմ ընտրել։ Մի քանի տարի առաջ կտրուկ կարեի մի քանի ձևեր եմ ունեցել, հիմա նորից սկսել եմ երկարացնել, մի խոսքով բաց եմ այդ առումով։ Այս ամենը կպատմեք, խնդրում եմ նաև մեր մասնագետներին, որ եղել են այդ կտրուկ փոփոխությունները եւ դուք եւս բաց եք փոփոխություններին։ Բայց նաև հայտը լրացնելու ընթացքում Արմինե վստահ եմ, որ ինչ որտեղ պատկերացրել եք ձեր կերպարն ու ոճը ինչպիսին պետք է լինի հաղորդման վերջում։ Ամեն դեպքում կուզեի լինել ավելի նորաոճ, ավելի հետաքրքիր, բայց նաև չկորցնել իմ ինքնատիպությունը եւ իմ տեսակը, հավատարիմ մնալ իմ տեսակին։ Ես կարծում եմ, որ դուք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եք հայտնվել։ Ես էլ եմ այդպես կարծում։ Կարող ենք անցնել հաջորդ փուլի։ Սիրով։ Ես Արմինեի քույրն եմ։ Մեր հերթական հանդիպման ժամանակ Արմինեն ինձ հայտնեց, որ հայտ է ներկայացրել ոճի փոփոխության հետ կապված, ես շատ ուրախացա։ Երիտասարդ տարիներից մինչև հիմա չեմ տեսնում մեծ փոփոխություն իր ոճի մեջ։ Եղել են փոփոխություններ, բայց ժամանակին համընթաց։ Արմինեն այնքան շքեղ մազեր ունի, որ երբ որ ամեն հանդիպման ժամանակ տեսել եմ իր մազերի շքեղությունը, գեղեցկությունը, ել ընդհանուր ոճին ուշադրություն չեմ դարձրել։ Կուզեի տեսնել Արմինեին հենց իր վառ կերպարի մեջ, ինչպիսին որ ինքը կար, այսինքն համապատասխանեին իր հոգու այդ պայծառությունը իր արտաքինի հետ։
Արմինեն բազմաթիվ հարցեր ունի մեր մասնագետներին։ Գանգուր վարսերի խնամքից մինչև դիմահարդարում, նոր երանգների ընտրությունից մինչև նոր թրենդների փորձարկում։ Եվ նրա բոլոր հարցերի սպառիչ պատասխանները այսօր կտան ոճաբան Մուրադ Աբրահամը, ոճաբան վարսահարդար Աննա Թումասյանը եւ դիմահարդար Ռոզի Ալեքսանյանը։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Մինչ կքննարկենք Արմինեի կերպարը, խնդրում եմ ուսումնասիրեք լուսանկարները եւ կիսվեք ձեր տպավորություններով։ Մուրադ, սկսում ենք քեզանից։ Տեսեք, ինչպես տեղեկատվության բաժնում Արմինեի մոտ հասկանալի էր, որ Արմինեն փնտրում է իր ոճը ինչ-ինչ նպատակներով, այստեղ ամեն ինչ շատ պարզ է։ Արմինեն շատ հետաքրքիր կերպար է, ով սիրում է վառ երանգներով հագնվել։ Ինչը որ իր պարագայում գլխավոր խնդիրն է։ Ընտրում է երևի թե ինչպես նկարներում նեղ ընդգծված հագուստներ, վառ գույներ, ինչպես նաև Արմինեի մոտ բացի հագուստների սխալ ընտրություններից, նաև խնդիրը իր վարսերի երանգը, որը որ ճիշտ ընտրված չէ եւ իրեն հաղորդում է ավելի մեծ տարիք, քան Արմինեն կա։ Դու վերլուծեցիր ոչ միայն որպես ոճաբան, այլ նաև որպես հոգեբան։ Վարսերի հետ կապված, այո, գունային գամաները շատ են իր մոտ, վառ գույները, իսկ վարսերի հետ կապված Աննա խնդրեմ պատմիր, թե ինչ աշխատանք է քեզ սպասվում։ Բավականին աշխատելու տեղեր ունենք իրականում, քանի որ առաջին հայացքից նայելով թուխ մաշկ, վառ գույնի վարսեր իրար բոլորովին հակասում են։ Այստեղ Արմինեի մոտ նայելով, ճիշտ ասած չգիտեմ, սա անցյալում է եղել այս կտրվածքը, թե հիմա կծանոթանամ, սակայն այս ուղիղ կարե կտրվածքը դա գանգուր մազերի համար չէ։ Բնականաբար, եթե նա ցանկանում է գանգուր վիճակում պահել։ Եվ ինչ-ինչ պատճառներով տարիքին զուգահեռ գանգուր վարսերը կորցրել են իրենց առանձնականությունը, էլաստիկությունը, այստեղ պարզ երևում է, որ նրանք ավելի բացվել են, դարձել են ավելի փխրուն։ Եթե Արմինեն համաձայն լինի եւ պատրաստական, մեծ սիրով կցանկանամ նրա մազերին հետ բերել են գանգրությունը, եթե իհարկե Մուրադը դեմ չի լինի ոճային հարցով։ Մուրադ դեմ ես։ Իմ կարծիքով, այո, այստեղ ոչ թե պետք է բերենք գանգուրների նախքին տեսքը, այլ հաղորդենք իրան ավելի բնական, ուղիղ կտրվածք։ Ես տեսնում եմ իրեն։ Այսինքն դեմ ես գանգուրներին։ Այո, այստեղ դեմ եմ, այս պարագայում դեմ եմ։ Պարզվեց, Աննա։ Պարզվեց։ Այո։ Այս դեպքում դժվարանում է, այո, փոքրինչ դժվարանում է, քանի որ դեռ ես Արմինեի հետ զրույցի ընթացքում պետք է պարզաբանեմ, արդյոք ինքը ավելի պրակտիկ, իր կյանքի ռիթմի հետ համատեղ ինչ տարբերակը կնախընտրի։ Ամեն դեպքում այսօրվա մեր տրված աշխատանքում կտրվածքը կանենք այնպիսին, որ նախընտրությունը նաև կարող ենք տալ իրեն, ինքը կցանկանա ուղիղ մազերով շարունակել իր կյանքը, թե գանգուր մազերով։ Այ հենց դա է ուզում ասել, որ Մուրադը ասում է ոչ գանգուր մազերին, բայց նաև մենք պետք է հարցնենք ամեն դեպքում Արմինեին իր նախընտրությունները եւ իր ցանկությունները, բայց պետք է ասեմ, որ նա շատ բաց է փոփոխություններին ի սկզբանե եւ կարծում եմ պետք է որ վստահի մասնագետների խորհուրդներին։ Տեսնենք։ Նաև լուսանկարներից երևում է Ռոզի, որ սիրում է դիմահարդարվել, այդպես չէ։ Այո, այստեղ իրականում բավականին վառ է արված դիմահարդարումը, ունենք կախ կոպեր, որը իմ կարծիքով պետք է շտկել եւ կարելի է աշխատել կոնտուրավորման վրա դեմքի, այսինքն թե քթի հատվածում, թե այտոսկրերի հատվածում եւ աշխատել ավելի նուրբ երանգներով, որը ավելի էլեգանտ կդարձնի նրա տեսքը։ Այստեղ ուղղակի նրա հոնքերն են ավելի բարակ, որը վաղուց արդեն ոչ թրենդային է, եւ աչքերի հատվածում աղեղներ են գծված, որ նրա կոպերին համապատասխան չէ։ Կախ կոպերի դեպքում հիմնականում կարող ենք աշխատել ստվերաներկերով եւ փորձել ձգել հայացքը։ Նաև Մուրադ պետք է նշեմ, որ Արմինեն դեմ է oversize հագուստին։ Արդյոք դա ճիշտ է իր կողմից այդ ընտրությունը, այդ միտքը, թե այնուամենայնիվ պետք է փորձել oversize հագուստը եւ նրա կերպարին համահունչ կլինի։
Տեսեք, այս պարագային որպես ոճաբան եւ մասնակետ խորհուրդ եմ տալիս Արմինեին այդ մտքով չառաջնորդվել, քանի որ կարող է եւ այնպիսի հագուստ մենք ընտրենք իր զգեստապարին համապատասխան եւ իր դիմագծերին, կառուցվածքին համապատասխան, որ դա ավելի դրական փոփոխություն տա, հա, գուցեև մենք այնպիսի հագուստ ենք ընտրում, որ լինի բաղկացուցիչ մասը oversize-ը եւ սիլուետային ընդգծված վերնահագուստ։ Իսկ երանգների մասին ինչ կասես։ Սա էլ պատկերացնենք եւ անցնենք առաջ։ Ես Արմինեին բացառում եմ կոնտրաստային երանգները, հա, Վառ հանում ենք զգեստապարանից, քանի որ Արմինեն արդեն իսկ ինչպես մասնագետները նշեցին, ունի ամեն ինչ ընդգծված դիմագծեր, այդ մազերի գույնը փոփոխության ենթարկելով, մենք փորձենք ամեն ինչ տանել դեպի ավելի թանկարժեք երանգներին, հա, մուգ շագանակագույն, ավելի պաստելային սպիտակ քողարկելով, այդպիսի երանգներով եմ փորձում պատկերացնել Արմինեին։ Արդյոք հեռուստադիտողը տեսնելու է կտրուկ ոճափոխություն, թե ոչ։ Կարծում եմ Արմինեի պարագայում այո, մենք պետք է ունենանք կտրուկ ոճափոխություն։ Միանշանակ կարծում եմ ոճափոխությունը լինելու է կտրուկ, իհարկե եթե Արմինեն պատրաստական կլինի։ Արմինեն պատրաստակամ է եւ համաձայն է բոլոր փոփոխություններին եւ շատ է սպասում մասնագետների հետ հանդիպման, ասեմ ձեզ։ Մենք նույնպես։ Ուրեմն առաջ։ Շարժվենք դեպի առաջ։ Այո։ Մասնագետների հետ քննարկման ընթացքում հասկացանք, որ Արմինեի մոտ կար խնդիր մազերի տեսակի հետ կապված, քանի որ Արմինեն կանգրահեր էր եւ շատ կտրուկ փոփոխությունները ինքնին պետք է արվեին, որ ունենայինք վերջնական արդյունք։ Այստեղ գլխավոր խնդիրը մեր Արմինեի պարագայում մազերի ճիշտ երանգ ընտրելն էր, հա, նախկին կարմրային երանգից ստանալ ավելի բնական, ինտենսիվ գույն, որը համապատասխան կլիներ նաեւ Արմինեի մաշկին եւ կառուցվածքին։ Իրականում մասնագետների հետ քննարկման արդյունքում որոշեցինք, որ Արմինեի կերպարի մեջ կանենք շատ կտրուկ փոփոխություն եւ նրան կտանենք գործնական կերպարի, կընդգծենք իր գործնական ոճը եւ ավելի ինքնավստահություն կհաղորդենք իր ոճին։ Մուրադի հետ իրականում ունեցանք փոքրիչ անհամաձայնություններ, քանի որ ես ցանկանում էի ընդգծել Արմինեի բնական գանգուրները, Մուրադը ցանկանում էր, որպեսզի նրա մազերը լրիվ ուղղացնեինք եւ ուղղորդեինք նրան դեպի քիմիական ուղղացման երկարատև, որպեսզի նրան ավելի նրա կերպարը ընդգծեր իր ուղիղ մազերը, բայց իհարկե Մուրադի խորհրդով կամ Արմինեի ցանկությամբ ինքը արդեն կորոշի ոնց շարունակի իր հետագա մազերի խնամքը։ Մասնագետների հետ քննարկումից հասկացանք ինչ ոճի հագուստներ կընտրվեն եւ ըստ դրա ինչ երանգներ կարող եմ օգտագործել դիմահարդարման մեջ։ Արմինեի զգեստապահարանը իհարկե պատմում է նրա գունային նախընտրությունների մասին։ Այստեղ գերակշռում են սևը, սպիտակը եւ կարմիրը։ Նրա զգեստապահարանը այսօր կվերլուծենք Մուրադ Աբրահամի հետ միասին եւ ամենակարևորը Մուրադ պետք է ասեմ, որ Արմինեն պատրաստ է կտրուկ փոփոխությունների եւ ուզում է լինել ավելի ոճային եւ նորաձև։ Անցնենք առաջ։ Անցնենք առաջ։ Դե արի վերլուծենք նրանց զգեստապահարանը։ Ինչն է առաջին հերթին ծագում քո աչքը։ Իրականում ինչպես նշեցիք, Արմինեն շատ սիրում է, ոնց հասկանում եմ, կարմիր ինտենսիվ գույնը։ 2025-ում ոչ այդքան արդիական է կարմիր երանգը եւ լինելով տենդենսներին համապատասխանող, մենք պետք է նշենք, որ գույների ինտենսիվ այս շրջանում ավելի նախընտրելի է պաստելային երանգների մուգ երանգները, այսինքն մուգ շագանակագույն, դարչնագույն, զմրուխտե կանանչ կամ ձիթապտղի կանանչ։ Եկեք փորձենք հասկանալ Արմինեի մոտ ինչն է խնդիրը, բացի գույներից։ Հասկանանք թե ոճայինը, թե պրինտայինը, թե ձևացքները։ Այս բaragայում պետք է բացառել նմանատիպ շրջազգեստները, որոնք ունեն երկշերտ հատվածներ, այսինքն առաջին հատվածում նկատելի է ընդգծված հատված, երկրորդը արդեն դարսային հատվածը։ Այս բaragայում ձեզ Արմինե ջան վիզուալ նա ավելի գիրացնելու է եւ տալու է ավելի մեծ ծավալներ։ Եթե այն լիներ ուղիղ ձևվածքի, հա, առաջին հատվածից մինչև վերջին հատվածը, այդ տարբերակ միանշանակ նախընտրելի է, բայց այս բaragայում այն բացառում ենք ձեզ տեստաբանից։ Եվ բացի այն բացառում ենք Արմինե, շատ կարևոր է հիշել, թե ինչու ենք բացառում, որպեսզի հետագայում գնումների ժամանակ նույն սխալները թույլ չտաս եւ քո զգեստապարանում սխալ ձևացքների, օրինակ կիսաշրջազգեստ չհայտնվի։
Սա բացառեցի։ Միանշանակ։ Լավ, սա բացառեցի։ Էլ ինչը։ Այստեղ ես նկատում եմ, որ գրեթե երկու պիջակների մոտ կա նույն խնդիրը, այսինքն վիզուալ առումով կուզեք այս տարբերակը կարող եմ ցույց տալ։ Նաև սա կարող ենք հասկանալ։ Երկու տարբերակներում էլ մենք նկատում ենք պիջակների մոտ ընդգծված հատված, հա, որովայնի հատվածում, որոնք վիզուալ, այստեղ տեսնում եք այս կտրվածքը, դա ձեզ վիզուալ ցույց է տալու ավելի գեր։ Բայց չէ որ սա ավելի կանացի է եւ մի փոքր էլեգանտ։ Գիտեք, էլեգանտության հետ գուցե եւ համաձայնում եմ ձեզ հետ, բայց այստեղ ունենք մենք տարիքային շեմ, հա, որը նախընտրել է այդ պարագայում ավելի oversize, ոչ թե ասում եմ բավականին մեծ oversize, այլ մի փոքր ընդգծող սիլուետը, հա։ Այդ պարագայում պիջակների այդ տեսակը ձեզ ավելի համապատասխան կլինի։ Ուսագոտիները, երբ որ մի փոքր ավելի ներքև են լինում, չեն ընդգծում ձեր հասակը եւ արդեն գույնի ճիշտ ընտրությունը։ Վարդագույնը, ինչպես նշեցի, պաստելային երանգ է, որը որ մի փոքր ավելի կիրացնում է։ Այդ պարագայում կարելի է նախընտրել մոխրագույն, սև, մուգ շագանակագույն եւ նմանատիպ ավելի մուգ երանգներ։ Ավելի հարմարավետ է։ Smart casual ոճին պատկանող այս trench-ի հետ դուք կարող եք նախընտրել ջինսը կամ կտորե տաբատներ, բայց հիշեք պարտադիր լայն տարբերակ։ Շատ լավ, իսկ շապիկի, վերնաշապիկի հատվածը։ Նայեք, քանի որ ինքը ուսագոտիներ չունի, հա, այս պարագայում երկուսն էլ կարող եք օգտագործել։ Չլինեն կարևորը քիփ ընդգծող սիլուետը, լինել կարող է եւ վերնաշապիկ եւ շապիկ։ Լավ։ Նախընտրել է վերնաշապիկով, այդպես ավելի վիզուալ գեղեցիկ լուք։ Շատ լավ։ Նայելով հագուստներին հասկանում եմ Արմինե, որ շատ է սիրում նաև կաշվե հագուստը, որտեղից է գալիս։ Պարզապես սեզոնից ելնելով շրջազգեստ էլի ունենք, բայց էլի սխալ չափսի է։ Այո։ Սա էլ անպայման միդի չափսն է, որը վերջին տարիներին սկսել եմ ավելի շատ սիրել եւ կրել, ծնկից ներքև, բայց հիմա ուշադիր լսիր։ Եթե ընտրում եք միդի տարբերակի կիսաշրջազգեստ, կարող եք սա ոչ այդքան էլ միդի տարբերակ է իրականում, իրանք մի փոքր ավելի կարճ են, քան թե միդին, իրանք համարվում են 1/4 միդի, մի փոքր վերև։ Եթե միդի ենք մենք ասում, մենք պատկերացնում ենք ծնկից մի փոքրիկ ներքև հատվածով, եթե կարող եք ընտրել միատոն առանց այսպիսի կտրվածքի, որտեղ այս կտրվածքը ձեր որովայնի հատվածը ընդգծելու է։ Շատ լավ, շնորհակալություն։ Պատրաստ ես Արմինե քննությունը հանձնելու գնահատանքներ եւ կատարել գնումներ։ Այո։ Եվ ես համոզված եմ, որ այս գնումներից հետո քո զգեստապահարանում ավելանալու են նորաոճ, հետաքրքիր այդ համադրությունները։ Կարծում եմ, ես էլ եմ այնպես կարծում։ Պատրաստ ենք։ Իհարկե։ Երբ Մուրադի հետ քննարկում էինք իմ զգեստապահարանը, այնտեղ կային բավական թերություններ, որի մասին ես չէի էլ մտածում, այսպես ասած։ Մուրադը նկատեց, որ ինձ մոտ արկա է կաշվե հագուստ, տարվա այս եղանակին նախընտրում եմ կաշվե հագուստ եւ ինձ մոտ կային կիսաշրջազգեստներ, որ ձևածքը սխալ էր։ Նա ինձ խորհուրդ տվեց ավելի շատ նախապատվությունը տալ ուղղահայաց գծերին, ուղղահայաց ձևածքներին, որը ցույց կտա ավելի սլացիկ կազմվածքը եւ նաեւ նկատեց, որ պիջակի ձևածքներն էր սխալ ընտրված, այսինքն այնտեղ կային գծեր եւ ձևածքներ, որը որ ավելի գեր էր ցույց տալիս։ Մուրադը խորհուրդ տվեց ընտրել պիջակները հետեւյալ ձևով, այսինքն լինեն դրանք oversize եւ ուսերի հատվածը մի քիչ կախնկած, այնտեղ կային նաև կարեր դիմացի հատվածում, որը ճիշտ կլիներ, որպեսզի չլիներ, քանի որ այն ցույց էր տալիս, որ ավելի գեր եւ կազմվածքը չէր դարձնում սլացիկ։ Արմինեի զգեստապահարանում խնդիրները բացահայտ ավելի շատ էին, քանի որ մենք այնտեղ հանդիպեցինք եւ ֆակտուրաների խախտման, եւ ձևվածքների, եւ գույների հետ կապված։ Սակայն գլխավոր խնդիրը այստեղ Արմինեի մոտ զգեստապահարանում գույների սխալ ընտրություններ, հա, կարմիր ինտենսիվ գույնը, մուգ սևը, սպիտակը, դրանք հանգեցնում էին այն խնդրին, որ Արմինեն սահմանափակ էր իր զգեստապահարանում եւ չէր կարողանում ճիշտ հագուստներ ընտրել։ Երկրորդ խնդիրը այստեղ արդեն ձևվածքներն էին։ Այնտեղ ունեին կիսաշրջազգեստի տարբերակ, որը որ Արմինեի պարագայում իր ֆորմային համապատասխան չէ եւ առաջացնում էր արդեն դիսբալանս նրա զգեստապահարանում։
Մուրադ, գնումների փուլի ընթացքում քո խորհուրդները իսկապես շատ կարևոր են։ Վերհիշենք խորհուրդները եւ անցնենք աշխատանքին։ Ինձ թվում է խորհուրդները, ինչպես Արմինեի պարագայում ես նշեցի, պետք է բացառենք իր հետ ընտրված իր զգեստապարանի նախորդ գույները, որոնք որ արդեն ունի իր ֆավորիտ տարբերակները՝ սևը, սպիտակը, կարմիրը, բացառենք այդ համադրությունները։ Դրանք Արմինեն հստակ դա գիտի, որ պետք է բացառել։ Դրանք այն ստանդարտ համադրություններն են, որոնք որ արդեն ոչ այդքան արդիական է եւ Արմինեի պարագայում երբ նոր ոճ ենք փնտրում, պետք է այդ նոր ոճը հետ համապատասխան ընտրենք նոր գույներ։ Նա ոճը թողնում ենք, նոր ոճի ետևից ենք գնում։ Արմինե, ինչ ակնկալիքներ ունես գնումների ընթացքից։ Ես ամբողջովին վստահում եմ ոճաբանին, բայց ունեմ նաև իմ նախասիրությունները, իմ նախընտրելի գույները, ձևացքները։ Գնումների ընթացքում կասես։ Այո։ Գնացինք։ Գնացինք։ Ես ուզում եմ վերջին խորհուրդներն էլ տաս, որպեսզի հասկանանք ինչի վրա ենք ուշադրությունը դարձնելու, ինչ պրինտեր, ինչ երանգներ, չէ՞ Արմինե, դա կարևոր է։ Այո, իհարկե։ Որպեսզի մենք էլ կարողանանք ընտրություն կատարենք, ամենակարևորը դու ինքնուրույն։ Այո։ Շատ լավ։ Իրականում խորհուրդները շատ են, բայց ամենակարևոր խորհուրդը հիշենք Արմինեի պարագայում, որ Արմինեն շատ սիրում է ակցենտավորված գույն, այսինքն կարմիր կամ ինտենսիվ սև գույնը։ Մոռանում ենք այդ գույնային ցանկը։ Ընտրում ենք մեր զգեստապարին համապատասխան ավելի թարմ, հիշեցնող, հյութալի գույներ։ Այս պարագայում մենք ունենք բուրգունդիների լավ ընտրանի, հագուստների մեջ, ու կարող ենք ընտրել հենց այդ տարբերակի հագուստներ երանգից։ Շրջազգեստ թե տաբատ։ Արմինեի պարագայում ես խորհուրդ կտամ, որ կրի ավելի լայն պալացոտ տեսակի տաբատներ կամ ջինսե լայն տաբատներ։ Վերհիշելով ընտրություն ենք կատարում Արմինե։ Լավ։ Գնացինք։ Շատ հետաքրքիր կիսաշրջազգեստներ են կարծում եմ, որոնք կարելի է օգտագործել։ Իհարկե կարող ենք օգտագործել, քանի որ եւ պրինտն է շատ արդիական այս սեզոնին համապատասխան եւ գույնային ակցենտ ավելի խոր աշնանային գույներով է։ Ես վերցրեցի Արմինե, դու նայիր։ Հիշում ենք, որ կարող ենք նաև պիջակներով հետաքրքիր համադրություններ անել Արմինե։ Այնպես որ հուշում եմ ձեզ նաև պիջակներ ընտրել։ Դու որոշել ես չօգնես։ Ես եկեք օգնեմ։ Հիշենք, որ եթե մենք օգտագործում ենք մեկ ինտենսիվ գույն, կարող ենք իր հետ օգտագործել նաև բազային։ Այս պարագայում եթե մենք ունենք բուրգունդի տաբատ, ինձ թվում է մոխրագույնը իդեալական կլինի իր հետ համադրելով։ Լավ։ Եվ նաև Լուսինե ջան, ձեր պարագայում նույնպես կիսաշրջազգեստի դեպքում պիջակը կարող ենք ներառել։ Դե մուկ շագանակագույնն էլ կարծում եմ միանշանակ կարող ենք այլ մաքսի տարբերակի ատլասե տարբերակը շատ սիրուն ֆորմա կտա Արմինեի կեցվածքին։ Այս պայուսակը։ Ահա։ Հետո դու կասես։ Իհարկե։ Այս պայուսակը Եվ դա։ Արմինեի կողմից ընտրությունը արված է։ Հիմա ես փորձեմ այդ ամեն ինչը ուղղել։ Այս պարագայում Արմինեի ընտրված պայուսակը շատ ավելի համապատասխան է եւ թրենդին հետևելով եւ գունային ակցենտը պահելով։ Բայց ունենք այստեղ խնդիր ընտրված ճտկավոր կոշիկներին, եւ գունային ակցենտն է տարբեր, այսինքն շագանակական գույն եւ ֆորման մի փոքր ավելի կոմֆորտ զոնային, նայեք Արմինե ջան, եթե մենք օրինակ ունենայինք ավելի բաց բուրգունդի տարբերակի տաբատ, ես միանշանակ խորհուրդ կտայի, բայց իրանք լինելով մի քանի երանգներ, այս պարագայում մեզ չեն օգնելու, այլ խանգարելու են։ Ավելի նեյտրալ գույների մասին։ Ավելի նեյտրալ գույների մասին ենք խոսում։ Փոքրինչ երկար կիսատաբատն այս տարի շատ թրենդային է։ Առաջարկում եմ միասին հավաքել մի քանի նոր ու հետաքրքիր համադրություններ։
Մուրադի հետ գնումների փուլը շատ հետաքրքիր էր։ Մենք սկզբում Մուրադը մի քանի բան ընտրեց, ես փորձեցի, հետո մենք առանք մի ոճի վրա, մի հագուստի վրա, որը երկուսս էլ ընտրեցինք եւ կարծում եմ ճիշտ ընտրություն են կատարել, որովհետեւ եւ ձևազգը, եւ գույնը, եւ ոճը համապատասխանում էր իմ տեսակին, իսկ ես ինչպես նշել էի, ցանկանում եմ որքան էլ որ փոփոխություններին կողմ եմ, նաեւ ցանկանում եմ պահպանել իմ տեսակը, չկորցնել իմ ինքնատիպությունը։ Արմինեի հետ գնումների փուլը շատ հետաքրքիր անցավ, քանի որ այստեղ ունեինք բնավորության մի տեսակ, որին կարող ենք անվանել կամակորություն։ Սակայն միամուր ուժերով մենք կարողացանք ընտրել այնպիսի հագուստի տեսակ, որ եւ համապատասխան լինի արմինեի մաշկի գույնին, եւ կառուցվածքին, եւ ունենանք վերջնական գեղեցիկ արդյունք։ Նշեմ, որ Արմինեն շատ դրական ազնվորություն է եւ կարծում եմ, որ իր հետ աշխատանքը կլինի շատ հեշտ։ Արմինեի հետ քննարկեցինք, թե ինչպես ճիշտ կարող է խնամել իր մաշկը, ինչպես կարող է կատարել դեմքի կոնտուրինգը եւ ինչ երանգներ կարող է օգտագործել իր ամենօրյա դիմահարդարման մեջ։ Եվ քանի որ Արմինեն ունի թուխ մաշկ, խորհուրդ տվեցինք Արմինեին օգտագործել ծիրանագույն երանգի բլաշ, որը նրա դեմքին ավելի թարմություն կհաղորդի, ինչպես նաև նշեմ, որ Արմինեին կատարելու եմ նյութ դիմահարդարում եւ օգտագործելով այս տարվա թրենդային գույնը, շագանակագույնը։ Եվ քանի որ Արմինեն ունի մի փոքր ավելի կախված կոպեր, այնպիսի դիմահարդարում կանենք, որ աչքերն ունենան ավելի ձգված տեսք։ Դիմահարդարի հետ աշխատանքը նույնպես շատ հաճելի եւ հետաքրքիր ստացվեց։ Նա ինձ տվեց բազմաթիվ խորհուրդներ ճիշտ մաշկի խնամքի, ճիշտ դիմահարդարման, հատուկ անդրադարձավ որոշ հատվածների, որը պետք է քողարկել, որը ավելի ընդգծել, եւ ես անհամբեր սպասում եմ վերջնական արդյունքին ու կարծում եմ, որ շատ գեղեցիկ կստացվի։ Որոշեցինք, որ Արմինեի մազերի երանգը կլինի ավելի մուգ, բնական, շագանակագույն երանգների մեջ, ընդգծի իր դեմքի դիմագծերը եւ հետագայում բնականաբար ավելի հեշտ կլինի նրան խնամել մուգ մազերը։ Կթողնեմ իրեն ընտրության հնարավորություն, այսինքն կկատարենք այնպիսի կտրվածք, որը եւ գանգուրի վրա գեղեցիկ կլինի, եւ ալիքավոր մազի եւ ուղիղ մազի վրա։ Այսինքն ընտրությունը այստեղ Արմինեինը կլինի, կցանկանա կպահի գանգուր, կցանկանա կպահի ուղիղ տեսքով։ Վարսահարդարի հետ աշխատանքը նույնպես շատ հետաքրքիր էր, կարելի ասել առաջին վայրկյաններից նա հասկացավ իմ մազերի որակը, գույնը, ձևը եւ նաեւ ամեն ինչ փորձում էր անել, որպեսզի ոչ թե մենք միայն այս հաղորդման համար կարողանանք ապահովել գեղեցիկ տեսք, այլև հետագայում ես կարողանամ մազերս ճիշտ խնամել, պահպանել մազերիս բնական տեսքը եւ տվեց ճիշտ խորհուրդներ, նաեւ պահպանելու իմ բնական գանգուրները, քանի որ ունեմ նմանատիպ նախընտրություն պահպանել գանգուրներս եւ դրանք որակապես ավելի լավը դարձնել։ Մուրադ Արմինեի կերպարանափոխությունը իրականում լի էր թե նրա հարցերով եւ թե ձեր պատասխաններով եւ ուզում եմ կրճատ ամփոփես քո եւ քո թիմի աշխատանքը։ Կարծում եմ մենք եւ թիմը կարողացանք հրաշալի արդյունք ունենալ եւ Արմինեին բացահայտենք մեկ այլ կողմից։ Արմինեն բաց էր բոլոր փոփոխություններին եւ անհամբեր սպասում էր վերջին փուլին։ Այո։ Ուզում եմ մի փոքր ներկայացնես նրա կերպարը եւ նրան հրավիրենք այստեղ։ Կարծում եմ, որ Արմինեի պարագայում շատ այդ կլասիկ ասված կերպարը, հա, դասական կերպարը նրան շեղում էր իր ուրույն ոճը ստանալու համար։ Եվ մենք այսօր աշխատեցինք Արմինեին հակառակ կողմից ցույց տալու, հա, այսինքն փորձենք smart casual ոճը խառնել իր նախկին կանացի կերպարի հետ եւ ստանալ հրաշալի կերպար։ Ես եւս շատ անհամբեր եմ եւ կարծում եմ կարող ենք արդեն Արմինեին տաղավար հրավիրել։ Հրավիրենք։ Արմինե, մենք ձեզ սպասում ենք։
Մուրադ։ Արմինեն անճանաչելիորեն է փոխվել։ Իսկապես։ Չեք զգում Արմինե, երբ նայում եք ձեզ հայլու մեջ Ճանաչեցի հայլու մեջ։ իսկապես փոփոխությունը ակնհայտ է։ Իսկապես ես ինչ չճանաչեցի։ Եվ ինչպես կգնահատեք մասնագետների հետ աշխատանքը։ Բոլոր մասնագետների հետ աշխատել եմ մեծ սիրով։ Շատ շնորհակալ եմ Մուրադին, բոլոր խորհուրդների համար եւ նաեւ այն խորհուրդների, որը ինձ պետք է գարու հետագայում ոչ միայն այս կերպարը այսօրվա համար ստանալու համար։ Հրաշալի աշխատանք եք իրականացրել, իրականում պետք է ասեմ եւս մեկ անգամ Մուրադ դու եւ քո թիմը։ Եվ արի եւս մեկ անգամ պատմիր ոճի ստացված կերպարի մասին, ինչպես ի վերջո ընտրվեց այս կերպարը։ Շատ լավ, ինչպես նշեցի, Արմինեի պարագայում խիստ դասական կերպարը այնքան էր իր մոտ տեղադրված որպես կնոջ կերպար, որ Արմինեն չէր ցանկություն հայտնել երբեք իր զգեստապահանում փոփոխությունները անել դեպի casual smart ոճի։ Այստեղ ունենք Արմինեի պարագայում smart casual ոճ, որը Արմինեին ավելի կանանցի կերպարից տալիս է նաև թարմություն, ավելի երիտասարդ զգալու հատկություն։ Այստեղ ունենք ջինսետաբատ, որ Արմինեի կազմվածքին ավելի համապատասխան է եւ ընդգծում է նրա բարձրահասակ լինելը, ընտրված է վերնաշապիկ հատուկ ձևվածքով, որը ավելի երիտասարդ, casual ոճին է պատկանում, եւ ունենք այստեղ մոթյա տարբերակի ժիլետը, որ Արմինեին թույլ է տալիս լինել ավելի թրենդային։ Արմինե, մտերիմները եւ հարազատները ըստ քեզ ճանաչելու են քեզ։ Ոչ, ես ինքս չճանաչեցի նույնիսկ, ուր մնաց հարազատները։ Մուրադ, վերջին հարցը հեշտ էր Արմինեի հետ։ Իրականում ասեմ, որ Արմինեն ուներ կայուն, անհատական վառ հատկանիշներ, բնավորության տեսակներ, գծեր եւ մի փոքր կամակորությունը Արմինեի մոտ ավելի սենց ընդգծված էր, որը որ թույլ էր տալիս մի քիչ դժվարություն նկատել աշխատանքի մեջ, բայց մենք կարողացանք այդ ամենը հաղթահարել։ Բայց նաև կա հետաքրքրություն այդ ամենի մեջ։ Արմինե, ինձ մնում է մաղթել ձեզ հաջողություն եւ թող նոր ոճը, նոր շունչ բերի թե ձեր զգեստապահարան եւ թե ձեր կյանք։ Շնորհակալ եմ շատ եւ ձեզ եւ հաղորդաշարին այս նախագծին։ Շնորհակալություն։ Շատ երիտասարդացել ես։ Շատ։ Այս ոճը քեզ շատ ջահելացրել է։ Շատ սիրում ես։ Սկզբից ուղղակի մի քիչ խորթ էր, որ նայեցի, որովհետև դու միշտ բնականի մեջ ես եղել։ Մազերդ մի քիչ էս կարճությունը, մազերդ միշտ սովոր եմ շքեղ փարթամ տեսնեմ, բայց որ նայում եմ ընդհանուր հագուստի հետ, շատ գեղեցիկ է ստացվել։ Ուզում եմ ոնց որ երկար նայեմ, ավելի մանրամասն զննեմ, որ ավելի շատ տեսնեմ առավելությունները։ Սիրուն է շատ։ Ինձ Արմինեի կերպարը շատ դուր եկավ, որովհետև իրեն շատ էր երիտասարդացրել, ամենակիչը 6-ից 7 տարով։ Շատ գեղեցիկ էր, պարզապես մազերի պահը մի քիչ այդ պահին խորթ էր, որ տեսա, բայց հետո որ մի քիչ ավելի երկար նայեցի, երկար զննեցի, հասկացա, որ շատ գեղեցիկ է ստացվել ամեն ինչ, ինչքան նայում եմ, այնքան ուզում եմ նայել ու տեսնում եմ, որ նախ նայելուց շատ մեծ հաճույք եմ ստանում եւ ուզում եմ, որ իրեն տեսնել ես նոր ոճի մեջ, շատ գեղեցիկ էր ստացվել ամեն ինչ։ Վերջնական արդյունքը Արմինեի պարագայում շատ գեղեցիկ էր, սակայն ունենք այստեղ գլխավոր խնդիրներից մեկը Արմինեի սանրվածքի հետ կապված կարճացումներ, որ Արմինեն կտրուկ չէր ցանկացել, սակայն վերջնական արդյունքում մենք կարողացանք ճիշտ ընտրություն կատարել, պահպանելով եւ մազերի երկարությունը եւ մեր ուզած արդյունքը։ Մինչև հաղորդման մասնակցելը իրականում պատկերացնում եմ, որ լրիվ այլ կերպար է լինելու, նոր փոփոխություններ, նոր ոճ, բայց հենց այսպիսի կերպար բոլորովին չէի պատկերացնում, լրիվ ուրիշ մարդ եմ դարձել, այս կերպարում նույնիսկ ինչ եմ ճանաչում։ Տպավորությունները շատ լավն են թիմից, անձնակազմից, մասնագետներից։ Շնորհակալ եմ բոլորից ջերմ, հոգատար եւ ուշադիր վերաբերմունքի համար, իրենց բարձր մարդկային որակների համար։ Շնորհակալ եմ։